Ողջույն բոլորին, սա 4-րդ օրն է, որ ես փորձում եմ խոսել գրագետ, առանց օտար բառերի և առանց ը-երի։ Նախորդ հոլովակներում ակնհայտ երևում էր տարբերությունը իմ խոսքում, երևի ճիշտ ձևով ասեցի, առանց ը։ Ուրեմն ես ուզում էի անդրադառնալ մի քանի կետերի, որոնք հաճախ նշվում են մեկնաբանություններում։ Նախ առաջինը բոլորը շեշտում են, որ պետք է շատ կարդալ։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ես ինչքան շատ եմ գրքեր կարդում, ես մոտավորապես տարվա ընթացքում կարդում եմ մոտ 30-ից 40 գիրք, և դրանցից շատ քիչ քանակությունն է, որ հայերեն է, այսինքն ես ընդունում եմ, որ ունեմ հայերեն բառապաշարի, հայերեն բառերի պակաս։ Ուզում էի ասեի, կարելի է։ Լավ։ Իմ 1 րոպեն արդեն լրացավ, ես ուզում էի շեշտել, չէ, ես ուզում էի ասել, որ ես այս փորձարկումը կատարում եմ հենց նրա համար, որպեսզի դուք ինքներդ տեսնեք, որ առանց տեքստը նախօրոք ունենալու, առանց պատրաստվելու վիդեոյի համար, ինձ համար իրոք անկեղծ շատ դժվար է կառավարել իմ խոսքը և հենց աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի առօրյայում ևս չկիրառեմ մեր շատ սիրելի ը և օտար բառերը և այլ ձայնարկություններ։ Հոլովակների մյուս մասում նախատեսում եմ պատմել իմ մասին, որպեսզի գոնե մի փոքր լինի կառուցված խոսք և ասելու ինչ-որ բան։ Մի խոսքով, միացեք իմ էջին, սպասեք նոր հոլովակների, հետաքրքիր իմ տառապանքներով և այսքանով։